Ասեք ձեզ համար։ Իսկ պատարակները ընդհանրապես ժամը 10-ին են մատուցել, ինչու մեկ ժամ ուշացավ։ Այդպես է նախագծված, այդպես է արվել։ Ինչպես եք վերաբերվում կարգալույց եղած հոգևորականի Ինչպես եք վերաբերվում կարգալույց եղած հոգևորականի պատարակ հրավիրելուն Ինչպես եք վերաբերվում կարգալույց եղած հոգևորականի պատարակ հրավիրելուն Կարծում եք Ինչ եմ կարծում Հարց եմ տալիս ես Կարգալույց եղած է հոգևորականի Այո վեհապարի կողմից կարգալույց է եղած Դուք վեհապարի դեմ Արշավին մասնակցելու եք Ինչ են շանքում մայրացորը Ով է գարկալի կարում Դուք չեք հետևում մայրաթորի հատարը Հետևում եմ Եվ չգիտեք որ կարգալույց արվել Կարգալույցան եղած մարդը ոնց կարա կարգալույց Այկազում շշտարվան Կարագինը կարգալույցա ոնց կարա կարգալույց անի Կարագինը կարգալույցան աչի կարա կարգալույց Կներեք էլի եթե մայրաթորի դեմ հավաք հրավիրվի դուք կմասնակցեք ընդդեմ վեհապարի Ժամանակ Սիրելիներ, Տեր Արամի կարգապահական հանձնախմբում քննված հարցը ըստ պատշաճի չի քննվել, քանզի Տեր Արամը ներկայացրել նամակ, որի համապատասխան ինքը պիտի ներկայանա, բայց քանի որ որոշումը կայացվել է առանց Տեր Արամի ներկայությունը ապահովելու, որի հնարավորությունը իրենք ունեցել են երրորդ անգամում խոսքը վերաբերում երրորդ անգամին Ուստի ընդունելի չէ, քանզի մարդին դատում են առանց իր ներկայության հաշվի առնելով, որ մարդը պատրաստական է եղել ներկայանալու և քննելու, ներկայանալու լրագրողների և իրավաբանի հետ միասին։ Ես չեմ գտնում որևէ պատճառ, որը կարող խոչընդոտեր Տեր Արամի ներկա լինելուն և Տեր Արամի ներկայությամբ այդ հարցը քննելու։ Ուստի անվավեր է համարվում որոշումը կարգապահական հանձնախմբի։ Շատ լավ, հիմա բայց կարգալույց եղած հոգևորական մայրաթոր ամեն դեպքում արել է կարգալույց կարող է պատարակ Դուք իմ ասացին հակասող բան եք ասում Եթե անվավեր է կարգալույցության որոշումը ուրեմն այդ մարդը կարգալույց չի կարող արվել Իսկ ինչ վերաբերում է պատարակ մատուցելուն, պատարակ մատուցումը օծյալ հոգևորական, իսկ օծյալ հոգևորականի վրա ոչ ոք օծումը չի կարող լինել, եթե ինքը իր պահվածքով չջնջի։ Տեր Արամը օծյալ հոգևորական կարգալույցությունը վերաբերում է իշխանություն ունենալու, թե չունենալու պատարակ մատուցելու, բայց քանի որ Տեր Արամի մասին որոշումը ինչպես մատուց ապօրինի է, ուստի Տեր Արամը ես քիչ չեմ տեսնում Տեր Արամի պատարակ Դուք գտնում եք իշխանության չէ որ այսօր այստեղ ներկայանում լինելու քանզի ես համարում եմ որ այստեղ պատարակ է մատուցվելու եւ Աստծո կամքով է լինում եկեղեցու իշխանության Դուք կարծում եք իշխանության պես որ վեհապարը պետք է հեռանա որ կարգալույց չի կարող կարգալույց անել հոգևորականին ձեզ ով է օծել ու ինչպես կարող է օծել Ես արդեն նշեցի ինձ օծել եք մի քիչ հայկազում սխալվան Դուք կարծում եք իշխանության պես որ վեհապարը պետք է հեռանա գործընթացը կամ Ես կարծում եմ ինձպես իմ բոլոր կարծիքները ինձպես են Լավ դուք ինչպես եք կարծում վեհապարը պետք է հեռանա համընկնել Բայց այդ չի նշանակում որ մենք պիտի մտածենք Վեհապարը պետք է հեռանա խնդրում ուղիղ պատասխանեք հա Իսկ ում է ժամանակը այդ հարցին կպատասխանի Նիկոլ Փաշինյանը հայտարարեց որ այս պատարակը մեկնարկն է ժամանակը եկել է Ես ինչ ասեմ Նիկոլ Փաշինյանն ասել իրեն հարցի Ձեր կարծիքն եմ հարցնում հիմա ժամանակը եկել է Ժամանակի մասին ոչ մի Ձեր հոգևոր եղբայրները կալանավայրում են Միքայել Աջապահյանը, Բագրատ Սրբազանը, այո, ո՞նց եք վերել, սա քաղաքական հետապնդում դուք համարում եք նրանց նկատմամբ, թե ոչ որտեղ փաստաբանական թիմը այդպես ասել։ Դատական գործունեություններին, քանի որ ես վերջին կարելի ասել 1 տարուց ավել Հայաստանում
տևական չեմ եղել, ուստի չեմ տիրապետում բոլոր ինֆորմացիաները, թե ինչ անցանքներ, ինչ անցանքներ կան եւ ինչպես է քննվել, ըստ պատշաճի քննվել, ուստի չեմ կարող կարծիք անել։